Հրապարակ թերթը գրում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է նիստեր չի գումարել։ Ըստ Արդարադատության նախարարության վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին։ Նախարար Սրփուի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև Սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Նիստից մոտ 10 օր առաջ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկի քաղաքացիական պայմանագրի վարչության քննարկմանը։ Թերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրի վարչությունում Սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել։ Հպանցիկ խոսակցություն է գնացել այդ մասին եւ Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ։ Ընտրություններից հետո կանրադառնանք։ Ոչ էլ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել Սահմանադրության որևէ պատրաստի տեքստ։ Թե ինչու է գործընթացը կանգ առել, քաղաքացիական պայմանագրի թերթի աղբյուրները չեն թաքցնում, որ սպասում են ընտրությունների արդյունքներին, որից կախված կլինի հնարավոր է հանրաքվե անել թե ոչ։ Գրում է թերթը։ Փաստ թերթի տեղեկություններով վերջերս փոփոխություններ են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահային կից պետական ազգային քաղաքականության տարածաշրջանային ասպեկտների եւ հասարակական ինստիտուտների զարգացման հանձնաժողովի կազմում։ Մասնավորապես հանձնաժողովի անդամ է ընտրվել Արտյոմ Վարդանյանը։ Նա Ռուսաստանի Դաշնության պետական դումայի ազգությունների հարցերով կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ է։ Ռուսաստանի հայերի միության համառուսաստանյան հասարակական կազմակերպության վարչության անդամ։ Մոսկվայում եւ տարածաշրջանում Ռուսաստանի հայերի միության նախագահի լիազոր ներկայացուցիչը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության կարկառուն ԿՊԱ-ականները, որոնք մասնակցելու են քարոզարշավին, արձակուրդ են գնալու։ Քաղաքացիական պայմանագրում որոշել են արձակուրդ վերցնել եւ 24/7 ռեժիմով լցվել նախընտրական քարոզչությանը։ Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին։ Քաղաքացիական պայմանագիրը արշավը սկսելու է Սյունիքից։ 2 օր մնալու են մարզում, մայիսի 9-ին Եռատոնին Կապանում հանրահավաք է նախատեսում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն էլ քարոզարշավը կսկսի Հայոց հոգևոր կենտրոնից, Էջմիածնից, որտեղ հանրահավաք կանցկացնեն։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ունեցվածքն ու հայտարարագիրը։ Բրուտյանը Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին։ 2024 թվականի հայտարարագրի տվյալներով Բրուտյանը 3 միավոր անշարժ գույք ունի։ Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում գտնվող անհատական բնակելի տուն, որը ստացել է նվիրատվությամբ 2012 թվականին, նա ունի նաև Երևան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/3 բաժներմաս, որը ձեռք է բերել ժառանգությամբ 2017 թվականին, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող շինության 1/2 բաժներմասը, որը ձեռք է բերել գնման եղանակով 2019 թվականին։ Նրա բանկային ավանդները կազմել են 55,412,649 դրամ, իսկ բանկային հաշիվներում առկա միջոցները 8,692,928 դրամ եւ 868 եվրո։ Կանխիկ միջոցների մասով նա հայտարարագրել է 40,000 եվրո եւ 30,000 դոլար։ Գրում է թերթը։